Բարևձեզ հարգելի ֆուտբոլասերներ, մեգալիգայի եթերում շարունակում են 1-16-րդ տուրի հանդիպումները եւ այսօր մենք ականատես ենք լինելու Լեհաստան-Բելգիա հանդիպմանը։ Եվ այսպես ներկայացնեմ մեկնարկային կազմերը։ Լեհաստան Էդուարդ Գազազյան համար 25, Գոր Սամվելյան համար 8, Վահե Օհանյան համար 15, Ալեքս Պապյան համար 9, Էդուարդ Գրիգորյան համար 22, Կարպիս Նալբանդյան համար 77, Միխայել Ժուտովսկի համար 4, Արման Արզականյան համար 2, Արման Մուրադյան համար 10, Կարապետ Հեքիմյան համար 6, Էրիկ Նալբանդյան, Ռուբեն Առաքելյան համար 7, Ալբերտ Օհանյան, Մարզիչը Ալեն Օհանյան եւ Բելգիայի մեկնարկային կազմը համար 11 Էրիկ Սարիբեկյան, համար 66 Կորյուն Խուբալարյան, համար 44 Նարեկ Պողոսյան, համար 2 Արթուր Հովանիսյան, համար 6 Արամ Գեղամյան, համար 23 Դրո Աբեդի, համար 10 Արթուր Կարապետյան, համար 8 Սարգիս Ղուշյան, այս տարիներին են Մուշեղյան Սուրենը, համար 3 Գառնիկ Ավետիսյան, համար 22 Արմեն Ջանիկյան եւ առանց համարի ներկայանալու Գրիգոր Մուրադյանը։ Եվ այսպես թիմերը զբաղեցնում են իրենց դիրքերը, Լեհաստանը խաղաց սպիտակ մարզաշապիկներով, Բելգիան կարմիր, այժմ սպասենք մրցավարի սուլիչին եւ միասին հետևենք այս հանդիպման ընթացքին։ Լսվում է մրցավարի սուլիչը, Բելգիայի հավաքականը հանձնում է գնդակը Լեհաստանին, հանդիպումը մեկնարկած է։ Լեհաստանի հավաքականը իր կիսադաշտում խաղարկում է գնդակը Արզականյան, փոխանցում կենտրոն սխալվում է այստեղ Արզականյանը, բայց վերադարձնում են լեհերը գնդակը, Գրիգորյան եւ եզրային նետում է վաստակում այստեղ Գրիգորյանը, ոչ գնդակը Բելգիայի հավաքականինն է, մրցավարը ցույց է տվել, բելգիացիները իրականացրեցին ազատ նետումը, եւ այստեղ հարված դարպասից կլինի Բելգիայի պաշտպանած դարպասից։ Նարեկ Պողոսյանը կիրացնի։ Հարկեցին գնդակը բելգիացիները, արկում եզրում եւ եզրային նետում է վաստակում Բելգիայի հավաքականը։ Պայքար գնդակի համար բելգիացիները շարժում են առաջ եւ վաստակում են անկյունային իրավունք։ Հովանիսյանը կիրացնի։ Արագ խաղարկեց գնդակը Հովանիսյանը Ուշյանի հետ խաղարկեցին փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է, հարվածել է պետք այստեղ, հարված եւ գերազանց է գործում դարպասապահ, բայց շարունակվում է բելգիացիների գրոհը այստեղ եւ այստեղ լեհերը կարողացան չեզոքացնել վտանգը։ Մուրադյան, խաղընկերոջը Գրիգորյան, ակագրող եւ այստեղ դարպասապահ Նարեկ Պողոսյանը վերցնում է գնդակը, հարկեցին գնդակը բելգիացիները, փոխանցում կենտրոնը Գեղամյան, հարկեցին բելգիացիները, այստեղ Սերոպյանը իրացնի անկյունային։ Հարկեցին գնդակը Գեղամյան, փոխանցում եւ այստեղ դարպասապահը վերցնում է գնդակը, Գազյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, Ժուտովսկի, Արզականյան, կրկին Ժուտովսկի, եւ այստեղ սխալվում է Ժուտովսկի եւ վտանգավոր հակագրոհ են նետվում բելգիացիները, պետք է փոխանցել այստեղ գեղեցիկ հնարքի է դիմում այցի ֆուտբոլիստը եւ գնդակը պահում են լեհերը դաշտի սահմաններում մի փոքր խառնաշփոթ իրավիճակ, բայց լեհերը կարողացան պահել գնդակը իրենց թիմի մոտ, Առաքելյան
Տեղափոխություն հակադարձ Եզր Գրիգորյան։ Փոխանցում կարող էր եւ այստեղ բելգիացի պաշտպանները գերազանց գործեցին Սերոփյան։ Ողնում է խաղընկերոջը։ Դրա ավելի կորցրեց գնդակը։ Սահանկում եւ գնդակը մնում է Լեհերի մոտ եւ սակայն կլինի եզրային նետում։ Բելգիացիները իրացնեն։ Հարկեցին գնդակը բելգիացիները։ Եվ այստեղ վաստակում են կարծես թե եզրային նետման իրավունք Լեհաստանի ֆուտբոլիստները։ Նալբանջանը կիրացնին։ Հարկեցին գնդակը այստեղ Լեհերը։ Եվս մեկ եզրային նետում։ Կարգին Նալբանջանը կիրացնի։ Հարկեցին գնդակը Լեհերը։ Եվս մեկ եզրային նետում։ Սամվելյանը նետեց եւ այստեղ բելգիացիները խլեցին գնդակը եւ արագ հակագրոյի են նետվում ցախ եզրով։ Փոխանցում եւ այստեղ դարպասաձողին է հպում գնդակը եւ դուրս է գալիս դարպասային գծից ազատ հարված Գազրյանի պաշտպանած դարպասից։ Ժուտովսկի Գրիգորյան փոխանցում կենտրոն Նալբանդյան հարված եւ ետը մղում դարպասապահ գնդակը բելգիացիների մոտ է։ Գերազանց փոխանցում այստեղ ստացվեց։ Շարունակում է բելգիացիների գրով, բայց Լեհերը շատ արագ խլեցին գնդակը։ Սամվելյան փոխանցում կենտրոն պայքար գնդակի համար եւ գնդակը վերադառնում է կրկին Լեհերին Ժուտովսկի։ Խլեցին գնդակը Ժուտովսկուց։ Գեղամյան Սերոփյան։ Եզրային նետում է վաստակում Սերոփյանը։ Ստեղ թողնում է խաղընկերոջը։ Սերոփյան։ Նրաբեդին խաղում են դարպասապահի հետ Սերոփյան։ Փոխանցում հակադարձ Եզր։ Կենտրոն խաղարկեցին գնդակը բելգիացիները կրկին աչ եզրով եւ տուգանային հարված են վաստակում այստեղ բելգիացիները։ Արագ Արկված գնդակը, բայց այստեղ անհաջող խաղարկում ստացվեց եւ կլինի ազատ հարված Գազզյանի պաշտպանած դարպասից։ Արզախանյան կենտրոն ուժեղ փոխանցում հակադարձ Եզր եւ գերազանցը խաղում Դրաբեդին։ Այստեղ խլում են գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստները։ Սամվելյան փոխանցում հակադարձ Եզր, այստեղ փոխանցման փորձ գլխով եւ հեռացված է գնդակը, բայց երկրորդ տեմպով են գրոհելու Լեհաստանի ֆուտբոլիստները։ Դա կլինի հեռվից հարված եւ բարձր է ստացվում այս հարվածը
Ազատարված Բելգիայի պաշտպանած դարպասից։ Տեղ հարվածում էր Ուբեն Առաքելյանը։ Հանդիպման 10-րդ րոպեն է ընթանում, հաշիվը դեռևս բացված չէ 0-0։ Բելգիացիներն են գրոհում, գեղեցիկ փոխանցում էր այստեղ։ Հովհաննիսյանը կարճեց գնդակից թողեց խաղընկերոջը պայքար այստեղ գնդակի համար եւ Ժուտովսկին կարողացավ դուրս բերել գնդակը եզրային գծից եւ եզրային նետում են վաստակում լեհերը։ Այնտեղ անդրադարձ էր եղել Բելգիայի ֆուտբոլիստից։ Փոփոխություն Լեհաստանի կազմում աղադաշտը թողնում են Սամվելյանը եւ Ժուտովսկին։ Նրանց փոխարեն խաղադաշտ են մտնում այստեղ Վահե Օհանյանը եւ Անկում են գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստները Առաքելյան Հանցուն կենտրոն Արզականյան Արզականյան փորձում է միայնակ շարժվել առաջ մնում են լեհերը գնդակով ընկել է Բելգիայի ֆուտբոլիստը սուլում է մրցավարը Նագում ոչ մի վտանգավոր բան չկար, ամեն ինչ կարգին է Բելգիացի ֆուտբոլիստի հետ ոտքի է կանգնում հանդիպումը կշարունակվի Հրենակը վերադառնում է Լեհաստանի հավաքականին Գազազյան Օհանյան Արզականյանին է թողնում փոխանցում կենտրոն կրկին Օհանյան տեղափոխություն Հաչիեզեր այստեղ չի կարողանում կասեցնել գնդակը Գրիգորյանը եզրային նետում Տերապյան հաշվում է առաջ և կանոնների խախտում է արձանագրում այստեղ մրցավարը Ուգանային հաստատեց Սերոփյանը իր թիմի համար Կոկուտ բաղկացած կարծեսը պատ է կառուցում Գազազյանը հարված և հարված բաղցր է կանում Դրաբեդին էր հարվածողը Հարկեցին գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստները հենց դարպասից Օհանյան Առաքելյան կրկին Օհանյան Հանցուն կենտրոն Մուրադյան քիչ էր կորցնել գնդակը Մուրադյանը բայց գնդակը մնաց Լեհաստանի ֆուտբոլիստների մոտ Արզականյան
Այստեղ կարող է վտանգավոր գրոհ ստացվել Գրիգորյան, փոխանցում Տուգանային հրապարակ գերազանց է խաղում Բելգիայի պաշտպանները։ Դուրս է բերված գնդակը։ Սերոփյան։ Սերոփյան։ Ունում է այստեղ Եղամյանին գնդակը։ Եղամյան։ Ունում այստեղ անհաջող փոխանցում է Գեղամյանի կատարմամբ Արզականյան։ Եվ գերազանցը այստեղ խաղում Լեհաստանի ֆուտբոլիստ Նալբանդյան շարժվում է առաջ և ոչ պակաս գերազանց է խաղում նաև Բելգիայի պաշտպանները Սերոփյան, Գեղամյան, տեղափոխություն հակադարձի Ազերբայջան, այստեղ գերազանց է գործում Նարաքելյանը, մտնում են Տուգանային հրապարակ լեհերը հարված և անկյունային գերազանց գործեց այստեղ Բելգիայի դարպասապահը, շատ վտանգավոր դրություն էր։ Այժմ հետևենք այս անկյունայինին։ Արկված է այս անկյունայինը, փոխանցում Տուգանային հրապարակ դուրս է բերում դարպասապահը գնդակը, շարունակվի Լեհաստանի գրոհը երկրորդ տեմպով, Գրիգորյան փոխանցում և ևս մեկ անգամ դուրս են բերում գնդակը բելգիացիները։ Արկում են ինես Տուգանայինի տարածքում և Իշպիցի գեղեցիկ փոխանցում էր Գեղամյանի ուղղությամբ, Գեղամյան նակեդաշտի կենտրոնում գտնում է խաղընկերոջը, բայց գերազանց գործեցին այստեղ Լեհաստանի պաշտպանները և այժմ կարող է վտանգավոր հակագրոհ ստացվել, բայց կրկին գերազանց են գործում Բելգիայի պաշտպանները։ Հուշյան փոխանցում Տուգանային հրապարակ Սերոփյան հարված ևս մեկ հարված և այստեղ գրավում է Բելգիայի հավաքականը Լեհաստանի դարպասը 1-0 հաշիվը բացված է և գոլի հեղինակ է դառնում Ավետիսյանը։ Գազազյանը առաջին հարվածից հետո Սերոփյանի հարվածից հետո փրկեց իր թիմին, բայց այստեղ վրա հասավ Ավետիսյանը և գրավեց Գազազյանի դարպասը 1-0 և փոփոխություն է տեղ ունեցել Լեհաստանի կազմում, Գրիգորյանը թողել է խաղադաշտը, նրա փոխարեն Պապյանն է մտել խաղադաշտ։ Օհանյան անցում Արզականյանին, տեղափոխություն հակադարձի Ազերբայջան, այստեղ գնդակը մնում է դաշտի սահմաններում, բայց գնդակը անցնում է բելգիացիներին։ Փոխանցում Հուշյանը գերազանց ընդունեց գնդակը պայքար, այստեղ գնդակի համար բելգիացիները մնում են գնդակով։ Գեղեցիկ խաղարկում կարող է ստացվել, բայց գնդակը դեռևս մնում է դաշտի սահմաններում և այստեղ չկար կանոնների խախտում։ Մրցությունում է մրցավարը, կարծես թե կար կանոնների խախտում։ Ամեն ինչ կարգին է, բելգիացի ֆուտբոլիստի հետ կանգնում է ոտքի։ Շարունակվում է հանդիպումը, Լեհաստանի ֆուտբոլիստներն են կրկին գնդակով, բախվում եղավ ֆուտբոլիստների, Նալբանդյան, Մուրադյանն էր այստեղ պայքարում գնդակի համար վաստակ է ձեռնային նետում,
Արագ խաղարկեցին գնդակը։ Փոխանցում։ Հակված այս փոխանցման ճանապարհը Սերոփյան եւ կանոնների խախտում այստեղ Ալբերտ Օհանյանը խախտեց խաղի կանոնները։ Հարկեցին գնդակը բելգիացիները։ Փոխանցում կենտրոն Գեղամյան նոմը Սերոփյանին Գեղամյան գերազանց գործեց Գեղամյանը Սերոփյան փոխանցում եւ այստեղ Օհանյանն է դուրս բերում գնդակը փոխանցում Բելգիայի դարպասապահին Սերոփյան այստեղ պրեսինգ են դիմում Լեհաստանի ֆուտբոլիստները բայց մեկ շարժումով Սերոփյանը դուրս է գալիս այս պրեսինգից գերազանց խաղարկում էր այստեղ բելգիացիների կողմից փոխանցում եւ հեռացնում է Արզականյանը գնդակը Օհանյան դուրս բերել այո այդպես էլ անում են Օհանյան փոխանցում կենտրոն վտանգավոր է եւ գերազանցը գործում այստեղ Բելգիայի դարպասապահը ինչպիսի հարված էր եւ ինչպիսի սեյվի հեղինակ է դառնում Բելգիացի դարպասապահը եւ փոփոխություն Լեհաստանի կազմում Մուրադյանն է թողնում խաղադաշտը նրա փոխարեն խաղադաշտը մտնում Սամվելյանը կարելի է իրացնել անկյունայինը փոխանցում Տուգանային հրապարակ եւ վտանգավորը պետք է գրավել եւ Լեհաստանի հավաքականը գրավում է Բելգիայի հավաքականի դարպասը հաշիվը հավասարվում է 1-1 եւ տեսնենք թե ով է գոլի հեղինակը դարձել եւ այստեղ Ալբանյանն է գոլի հեղինակ եւ այժմ անտումը կարելի ասել 0-ից Օկայն կարծես թե մրցավարը գնում է դիտելու տեսակրկնապատկերը թե կանոնների խախտում այնտեղ կարող է նշանակվել եւ կարծես թե մրցավարը վերադառնում է այժմ կհասկանանք թե ինչ որոշում է կայացրել մրցավարը այնտեղ հավանաբար դիտարկվում էր հարձակում դարպասապահի վրա այնուամենայնիվ մրցավարը հստակ ցույց է տալիս որ գոլը արձանագրված է 1-1 այժմ բելգիացիները սկսեն դաշտի կենտրոնից Սկսեցին հանդիպումը բելգիացիները հարկված է գնդակը Ավետիսյան դարպասապահին պրեսինգ են դիմում Լեհաստանի ֆուտբոլիստները Նալբանդյանը ինչը վերջ մեզ դեպի գնդակը եւ դրա շնորհիվ Լեհաստանը վաստակեց եզրային նետման իրավունք Հեքիմյան արկեց գնդակը Հեքիմյանը Արզականյան Օհանյան Ֆանսում եւ այստեղ ընկնում է այնտեղ Նալբանդյանը բայց կարծես թե մսուլում է մրցավարը թեթևակի վնասվածքի կարծես թե ստացել Նալբանդյանը Այո, մրցավարը սուլում է, կարելի է շարունակել հանդիպումը, ամեն ինչ կարգին է Նալբանդյանի հետ,
Նավետիսյան, փոխանցում ետ։ Հանդիպան 26-րդ րոպեին ենք հետևում, հաշիվը 1-1։ Նալբանդյանը եւ Ավետիսյանն են դարձել գոլերի հեղինակ։ Ավետիսյանը իհարկե Բելգիայի կազմից, Նալբանդյանը Լեհաստանի վտանգավոր կարող է ստացվել եւ չեզոքացնում են այստեղ վտանգը Լեհաստանի ֆուտբոլիստները փոխանցում Նալբանդյանն է մինչև վերջ պայքարում կրկին ընկնում է Նալբանդյանը չկար կանոնների խախտում պետք է շարունակել հանդիպումը բելգիացիները արկեցին իրենց դարպասից Սերոփյան Իշյան եւ Արվեց Լեհաստանի պաշտպանած դարպասից Գազազյանը Տիասին փոփոխություն Լեհաստանի կազմում Նալբանդյանն է թողնում խաղադաշտը, նրա փոխարեն խաղադաշտ է մտնում Ռուբեն Առաքելյանը համարի 7 համարի մարզաշապիկով արկեցին գնդակը Հայաստանի ֆուտբոլիստները այքար գնդակի համար Նավետիսյանը խլեց այստեղ կարող է վտանգավոր ստացվել փոխանցում եւ անհաջող էր այս փոխանցումը եւ ազատ հարված Գազազյանի պաշտպանած դարպասից փոփոխություն Լեհաստանի ազգում Ժուտովսկին է մտնում խաղադաշտ Հեքիմյանն է թողնում խաղադաշտը Արզականյան Առաքելյան հարված եւ գերազանց սեյվի հեղինակ է դառնում Բելգիայի դարպասապահը ինչպիսի հարված էր եւ ինչպիսի սեյվ էր դարպասապահի կատարմամբ եզրային նետում Լեհաստանը կիրացնի հետվածը գնդակը փոխանցում Արտուր գնդակը լեհերը հարված եւ ինչպես գնդակը չի հայտնվում այստեղ բելգիացիների պաշտպանած դարպասում ինչպիսի գոլ կարող ենք տեսնել այնտեղ Սամվելյանն էր հարվածողը անկյունային կլինի դարպասապահն է նույնիսկ հեռացնում գնդակը արտված է այս անկյունայինը հարվածի փորձ նկատաձև Արզականյան գրող շարունակում է Լեհաստանի գրող հարված եւ դարպասապահը վերցնում է գնդակը Ժուտովսկի եւ այստեղ փորձում են Լեհաստանի ֆուտբոլիստները գնդակը Զմազետ հարված կլինի Բելգիայի պաշտպանած դարպասից Մեկ րոպե առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտին Լեհաստանը իհարկե լավ շանս կորցրեց հաշվի մեջ առանց անցնելու եւ այստեղ ինչպիսի փոխանցում էր դարպասապահի կատարմամբ բայց չկարողացավ կասեցնել գնդակը Գեղամյանը Այս վաստակում է եզրային նետում Ուշյան նետված է գնդակ Սերոփյան Սերոփյան Ուշյան կրկին Սերոփյան Այքար գնդակի համար եւ Առաքելյանը գերազանց է գործում Առաքելյան բայց գնդակը Այքարում է մինչև վերջ Առաքելյանը շարունակում է գնդակի համար պայքարը եւ Օհանյանը գերազանց պայքարեց սակայն գնդակը բելգիացիներին է կլինի եզրային նետում Արտված է եզրային նետումը գնդակը
Ունում է խաղադաշտի սահմաններում Գազազյան և ստեղ քիչ է մնում սխալվեր է, ստեղ Գազազյան է։ Օհանյան, թողնում է Պապյանին։ Օհանյան, Ժուտովսկի, վտանգավոր է մտնում է լերը Տուգանային հրապարակ, բայց Գերազանց է գործում։ Բելգիայի պաշտպանները այժմ պատասխան հատագրոյին հետևենք Բելգիայի կատարմամբ։ Եվրոպյան։ Հայաստանը յատուր գործողություններով գցեց գրոհի տեմպը, բայց բելգիացիներ Գերազանց են գործում, փոխանցում Գազազյանը վերցնում է գնդակը։ Շարունակում են բելգիացիները մնալ գնդակով։ Եղամյան հարված։ Վերցնում է Գազազյանը գնդակը։ Փոխանցում առաջ, պայքար են գնդակի համար իհարկե։ Սներեմ։ Եվ վերջ, ավարտված է առաջին խաղակեսը հարգելի ֆուտբոլասերներ։ Հաշիվը 1-1, գոլերի հեղինակ են դարձել Ավետիսյանը։ Եվ Նալբանդյանը։ Հանդիպենք երկրորդ խաղակեսում հարգելի ֆուտբոլասերներ, տեսնելու թե ինչ կառաջարկեն մեզ թիմերը երկրորդ խաղակեսում։ Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ մեգա լիգայի ուղի եթերում, շարունակում ենք հետևել Լեհաստան Բելգիա հանդիպանը, հիշեցնում եմ, որ առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է։ Լեհաստանի կազմից աչքի է ընկել Նալբանդյանը, Բելգիայի հավանական կազմից Ավետիսյանը ու շարունակվում է Յուրաբեդի այստեղ դակը մնում է դաշտի սահմաններում, բայց լեհերը խլում են գնդակը կանոնների խախտում Առաքելյանի հետ կանոններում Մամուրաձյանը կիրացնի այս Տուգանայինը Արկեց գնդակը և կանոնների խախտում այստեղ թույլ է տալիս Սամվելյանը Տուգանային այժմ իրացնեն բելգիացիները ուժը փոխանցում առաջ այս Գերազանց են գործում Լեհաստանի պաշտպանները Ժուտովսկի գնդակը վերադառնում է բելգիացիներին Պապյան Ավետիսյան Գերազանցը խաղում այստեղ Հովհաննիսյանը գնդակը մնում է բելգիացիների մոտ Սերոփյան կանոնների խախտում Սերոփյանի հետ պայքարում և բելգիացիները ևս մեկ Տուգանային են վաստակում Երեք հոգուց բաղկացած պատը առուցում Գազազյանը իրացված է հարվածը պատի վրա է վերցնում ևս մեկ հարված բարձր է ընթանում այս հարվածը Ռաբեդին էր հարվածողը Ազատ հարված Գազազյանի պաշտպանած դարպասից հարգեցին գնդակը Ժուտովսկի պատմություն կենտրոն Նալբանդյանի ուղղությամբ կրկին Ժուտովսկի փորձել գնդակը այստեղ Ժուտովսկին
Անգավոր կարող է ստացվել, բայց լեհերը գերազանց պաշտպանվեցին։ Մնում է գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստների մոտ։ Աղունակում են Լեհաստանի գրոհը։ Անգավոր կարող է ստացվել հարված եւ բրավո։ Բելգիա հավաքականի դարպասապայի հետ մղեց այս բարդ գնդակը եւ եզրային նետում են վաստակում։ Լեհերը Փորձում են գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստները։ Գեղամյան Հաշվում է առաջ Գեղամյանը, բայց գերազանց են պաշտպանվում Լեհերը կրկին։ Եվ ինչպիսի անցում էր այստեղ Լեհաստանի ֆուտբոլիստի կատարմամբ եւ անհաջող էր այս փոխանցումը։ Դրաբեդի եւ ինչպես է փակում այս փոխանցման ճանապարհը Սամվելյանը։ Առաքելյան Առաջ Լեհերը մոտենում է Տուգանային հրապարակին հարված շեղ է ստացվում Սամվելյանի այս հարվածը, բայց կարծես թե անդրադարձ է եղել, այո, եւ անկյունային։ Մուրադյանը կիրացնի այս անկյունայինը։ Փոխանցում դարձել ուշամ, բայց անհաջող էր այս փոխանցումը։ Մեզային նետում կլիներ։ Մարգացիների կատարմամբ Պողոսյանն է մոտենում մեզային նետում իրացնելու։ Նետված է գնդակը Եղամյանի ուղղությամբ էր անցումը ևս մեկ եզրային նետում իրացնեն բելգիացիները։ Անում են գնդակը Հովաննիսյանին, ևս մեկ եզրային նետում, ուշան է այս անգամ էլ, ըստ ոչ թողնում է Հովաննիսյանին, նետված է գնդակը, շան է այստեղ, Եղամյանը պայքարեց, Լեհերը գերազանց պաշտպանություն ցույց տվեցին, Սերոպյան փոխանցում կենտրոն, Ավետիսյան, փոխանցում առաջ դուրս են բերում գնդակը Լեհերը, ողջրեցին գնդակը, Սերոպյան, գերազանց անցում է ձեռնարկում Սերոպյանը, բայց գերազանց է պաշտպանվում նաև Լեհաստանի ֆուտբոլիստները։ Պողոսյան, Սերոպյան, հարվածի փորձ Սերոպյանը կատարում փակված է հարվածի ճանապարհը։ Փոխանցում Նալբանդյանի ուղղությամբ, Նալբանդյան, գերազանց է գործում այստեղ Նալբանդյանը։ Կրնկով թողնում է գնդակը, բայց առաջինը գնդակին են բելգիացիները։ Հուշյան, անցումը ինչպիսի անցում էր կազմակերպել Հուշյանը, այդ գնդակը Լեհերինն է։ Արզականյան, անում է խաղընկերոջը, Սում, Տրոաբեդին գերազանց գործեց այս դրվագում, Աբեդի շարժվում է առաջ հարված մոտակա անկյունը և անկյունային։ Գազազյանը դուրս բերեց գնդակը, Խաղակեսի 7-րդ րոպեն է հիշեցնում եմ, որ հաշիվը դեռևս 1-1 է։ Հարկեցին գնդակը բելգիացիները, Սերոպյան, և դուրս են բերում գնդակը Լեհերը, բայց երկրորդ տեմպով շարունակվի
Բելգիացիների գրող Սերոփյան, հարված փակված է, հարվածի ճանապարհը։ Անվելյան, դուրս փորձում է դուրս բերել գնդակը, բայց այստեղ առաջինը Սերոփյանն է։ Հուշյան։ Հուշյանը պայքարում է մինչև վերջը, վաստակում է անկյունային։ Իրացված է անկյունայինը։ Հարվածել է պետք եւ այստեղ անդրադարձ է փրկում։ Լեհաստանի ֆուտբոլիստների եւս մեկ անկյունային գինի։ Մեղուշյանն է իրացնելու։ Արկեցին գնդակը Գեղամյանի հետ։ Օգնում է կրնկով Ղուշյանին Գեղամյանը։ Այստեղ Նալբանդյանը գերազանց գործեց եւ վտանգավոր հակագրով։ Լեհաստանի կատարման կտեսնենք Նալբանդյան։ Մնում է գնդակով Նալբանդյանը, բայց խլեցին գնդակը Նալբանդյանից։ Միամուր ուժերով բելգիացիները։ Բայց այստեղ էլ կորցրեցին բելգիացիները։ Պողոսյանը կորցրեց։ Արկում են գնդակի կրկին լեերը։ Ազատ է Նալբանդյանը ստանում է գնդակը Նալբանդյան պետք է հարվածել եւ գերազանցը գործում կրկին Բելգիայի դարպասապա շարունակվում է գրողների Առաքելյան հերվից հարված եզրային նետում են վաստակում լեհերը հարկված է գնդակը Կորցրեցին գնդակը լեհերը բայց վաստակեցին անկյունային Էքիմյանը արագ խաղարկում է Մուրադյանի հետ Քիմյան փոխանցում գերազանց փոխանցում էր լավ չկասեցրեց գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստը բայց շարունակվում է այստեղ Լեհաստանի գրողը փոխանցում հետ Օհանյան ուժեղ փոխանցում առաջ Առաքելյանի ուղղությամբ կորցնում է գնդակը Առաքելյանը եւ այժմ հետևում է Բելգիայի հակագրոհին Սերոփյան հարված վերցնում է գնդակը Գազազյանը Նալբանդյան եզրային նետում է վաստակում Նալբանդյանը Հաղնում է Օհանյանին անցում ետ ուժեղ փոխանցում առաջ Սերոփյանը առաջինն է գնդակին Օհանյան Որցես գնդակ Օհանյանը այդ առաջինը Բելգիացիները գերազանց պայքարեցին Վտանգավոր կարող է ստացվել փոխանցում են Սերոփյանի ուղղությամբ բելգիացիները բայց դուրս բերեցին գնդակը լեհերը Նալբանդյան Կար այստեղ գնդակի համար Ալբերտ Օհանյանն էր պայքարում ուժեղ փոխանցում առաջ Այստեղ հանդակը հաղթում է բելգիացի ֆուտբոլիստին, բայց առաջինը Գազազյանն էր եւ անկյունային է վաստակում Բելգիան Արագ խաղարկեցին Հուշյան Եվս մեկ անկյունային Բելգիայի կատարմամբ կլինի Արագ խաղարկեց Գեղամյանի հետ Հուշյանը փոխանցում հակված է փոխանցում ճանապարհը Գեղամյան Նում է շարժվում է առաջ Գեղամյանը եւ
Եվս մեկը անկյունային է վաստակում իր թիմի համար։ Ուղուշյանն է մոտենում գնդակին։ Կարելի է իրացնել, իրացված է անկյունայինը բարձր իսկ փոխանցում դուրս է բերված գնդակը։ Դրա ավելի փոխանցում ետ։ Ուժեղ փոխանցում առաջ, իհարկե այստեղ առաջին լինեն եւ գնդակը հայտնվում է դարպասում Լեհաստանի հավաքականի այնտեղ Գազեջյանը չկարողացավ որսալ գնդակը իր պաշտպանի փոխանցումից հետո եւ հաշիվը դառնում է 2-1 օգուտ Բելգիայի։ Այո, այստեղ իհարկե հաջողությունը Լեհաստանի կողմից չէր։ Շարունակվում է հանդիպումը։ Արաքելյան, Հանցու Մուրադյանի, հակադարձ Եզր Օհանյան, սխալվում է փոխանցման ժամանակ Օհանյանը, բայց գնդակը մնում է Լեհերի մոտ։ Շարունակվում է Լեհաստանի գրոհը, բայց գնդակը դուրս են բերում բելգիացիները։ Օհանյան, մնում է գնդակով Օհանյանը։ Գազեջյան, Հեքիմյանին, հեղափոխություն հակադարձ Եզր, Նալբանդյան, Հեքիմյան, տողնում է Արաքելյանին, Մուրադյան, հակում են այստեղ փոխանցման ճանապարհը գաչիները եւ կանոնների խախտում։ Կանոնների խախտում են վաստակում Լեհաստանի ֆուտբոլիստները, բավական վտանգավոր դիրքում։ Նալբանդյանն է մոտենում գնդակին։ Մրցավարի չի հետ։ Կարելի է եսնել գնայինում։ Այո, սունում է մրցավարը։ Նալբանդյան, ցածրից հարված դուրս է բերված գնդակը։ Պողոսյանը դուրս բերեց անկյունային։ Նալբանդյան, Մուրադյան, թողնում է Նալբանդյանին։ Տեղափոխություն հակադարձ Եզր, Օհանյան եւ կար կանոնների խախտում ցույց է տալիս Տուգանային մրցավարը։ Տեղ ասեցի ցավոտ հարված է ստացել ֆուտբոլիստը, օգնում է նրա ոտքի կանգնել։ Եվ կարծիքս մրցավարը գնում է դիտելու եւս տեսակրկնություն։ Դե այնտեղ կասկած կա, որ հնարավոր է 11 մետրանոց նշանակվի։ Կարծես թե մրցավարը վերադառնում են խաղադաշտ տեսակրկնությունը դիտելուց հետո եւ կարծես թե Տուգանային է նշանակել։ Այո, Տուգանային։
Երեք հոգուց բաղկացած պատը կառուցում։ Բելգիայի վրա դարպասապահը։ Հարված եւ փակված հարվածի ճանապարհը։ Հեքիմյանն էր հարվածողը եւ այժմ կդիտենք Բելգիայի հակագրողը Ավետիսյան։ Շարժվում են առաջ բելգիացիները ձախ եզրով։ Այդտեղ գերազանց է գործում Հեքիմյանը։ Մուրադյան թողնում են Ալբանջյանին։ Ալբանջյան նայում է Մուրադյանի հետ։ Արաքելյան Հեքիմյան հարվածում է Հեքիմյանը եւ շեղը ստացվում հարվածը ազատ հարված Բելգիայի պաշտպանած դարպասից ուժը փոխանցում առաջ դուրս են բերում գնդակը դե ֆուտբոլիստերը բայց կլինի անկյունային արկված անկյունայինը վտանգավոր կարող է ստացվել բայց լեհերը թեզոքացրեցին բելգիացիների գրոհը այժմ հետևենք լեհերի պատասխանատվությանը եզրային նետում վաստակեցին Լեհաստանի ֆուտբոլիստներ այնտեղ Մուրադյանը գերազանց գործեց Օհանյան Արզականյան Արզականյանը գտնում է անկերոջը Մուրադյան Արաքելյան Չնկատեց Արաքելյանը Մուրադյանին փոխանցում եւ ինչպիսի փոխանցում էր այնտեղ Արաքելյանի կատարումը Մուրադյանի ուղղությամբ Մուրադյանը շատ գեղեցիկ էր փորձում դասեցնել գնդակը բայց մի փոքր առաջ թողեց գնդակը հանդիպան 53-րդ րոպեն է Բելգիայի հավաքականը հաղթում է 2-1 հաշվով Հարկվածը Արպասից հարվածը Ավետիսյան Սերոփյան Արժում են առաջ փոխանցում մի փոքր շեղեր այս փոխանցումը ազատ հարված կլինի Գազազյանի պաշտպանած դարպասից Ուշյանն էր այնտեղ փոխանցում Ում են գնդակը լեհերը գնդակը մնում է խաղադաշտ սահմաններում Սերոփյան շարունակվում է գրոհը Գեղամյան Գեղամյան թողնում է Սերոփյանին Սերոփյան հարվածի փորձ փակված հարվածի ճանապարհ անկյունային են վաստակում բելգիացիները Հարկված է գնդակը Պողոսյան ուժը հարվածի փորձ դուրս է բերված գնդակը եզրային նետում են վաստակում բելգիացիները Սերոփյան մորցնում է գնդակը Բելգիան բայց վաստակում է եզրային նետում Սերոփյան միայնակ է եզրում այդ փոխանցում խլում են այստեղ գնդակը լեհերը բայց գերազանց է գործում նաև բելգիացի գիթապաշտպանը նաև գերազանց գործեցին Լեհաստանի պաշտպանները եւ այժմ Լեհաստանի հակագրոհին ենք հետևում Արաքելյան այստեղ թողնում են Նալբանդյանին գնդակը Նալբանդյան փոխանցում Արաքելյան Պողոսյանի հետ էր պայքարում ընկնում է Պողոսյանը եւ կանոնների խախտում
Մրցավարադեղին քարտ է ցույց տալիս այստեղ Լեհաստանի ֆուտբոլիստին։ Ընկել է Պողոսյանը։ Ամեն ինչ կարգին է Պողոսյանի հետ։ Կարծես թե համաձայն չեն Լեհաստանի ֆուտբոլիստները մրցավարի որոշման հետ, այս որոշումը կայացված է, պետք է շարունակել այժմ հանդիպումը։ Անում է ոտքի Պողոսյանը, փոքր ցավերով, բայց շարունակի հանդիպումը։ Այո, պետք է շարունակել հանդիպումը, ուժեղ փոխանցումը առաջ եւ կարծես թե անկյուն էին։ Հարկեցին գնդակը բելգիացիները պայքար, այստեղ գնդակի համար լեհերը խլեցին գնդակը եւ կարելի է վտանգավոր հակակրող կազմակերպել այստեղ Մուրադյանը Կարիճի հարված է փորձում է կասեցնել գնդակը, բայց փոքր ուժեղ էր փոխանցումը։ Եզրային նետում են վաստակում բելգիացիները։ Պողոսյանը եզրից կնետի, նետված է գնդակը, սում այստեղ պայքար գնդակի համար եւս մեկ եզրային նետում։ Ներկրկին բելգիացիները կնետեն։ Պողոսյանը նետեց գնդակը, Սերոփյան եւ կանոնի խախտում է ցույց տալիս մրցավարը։ Սերոփյանն է խախտել կանոնները, լեհերն են գրոհում, ինչպիսի գեղեցիկ գործողություն է Նալբանդյանի կատարմամբ եւ բավականին գեղեցիկ գրոհի են նետվում այստեղ Լեհաստանի ֆուտբոլիստները։ Փոքր գծվեց գրոհի տեմպը, Ուտովսկին, Օհանյան, Հեքիմյան, հարված, այստեղ գնդակը Մուրադյանը անհաջող կասեցրեց, այլապես շատ վտանգավոր կարող էր ստացվել։ Ժուտովսկի հեռացնում է գնդակը Ժուտովսկին, առաջինը գնդակի Սերոփյանն է։ Օհանյանի հետ է պայքարում Սերոփյանը, Սերոփյան շարժվում է առաջ Սերոփյանը, բայց չի հասնի գնդակին, Ազատ հարված Գազազյանի պաշտպանած դարպասից։ Քաղաքեցին գնդակը Լեհաստանի ֆուտբոլիստները։ Արզականյան փոխանցում Մուրադյանի ուղղությամբ, Մուրադյան փոխանցում ետ Նալբանդյան, գերազանց է խաղում Առաքելյանի հետ, Առաքելյան դնում է Տուգանային հրապարակ, հարված եւ գնդակը դուրս է գալիս եզրային գծից։ Եզրային նետում կլինի։ Սամվելյանը նետում կկատարի,
Հատվեց է գնդակը, Ժուտովսկի, հարված և շեղ է ընթանում գնդակը, ազատ հարված կլինի Բելգիայի պաշտպանած դարպասից, ավարտվել է հանդիպման հիմնական ժամանակը, Ռաբեդին դուրս բերեց գնդակը, Կովենլերը, գնդակով Օհանյանը, անցում Սամվելյան, Փոխանցում Տուգանային հրապարակ, Նալբանդյանն է առաջինը գնդակին, Նալբանդյան փոխանցում, հակեցին փոխանցման ճանապարհը, բելգիացիները դրա Աբեդի, դուրս է բերում գնդակը Աբեդին, Էզրային հետում են վաստակում Լեհերը, վնասվածք է ստացել Բելգիայի ֆուտբոլիստը, Ուշյանը, շարունակվում է հանդիպումը, բելգիացիներն են գնդակով, պրեսինգի են դիմում Լեհերը, Նալբանդյան հաղթում է խաղի կանոնները Նալբանդյանը, Տուգանային են վաստակում բելգիացիները, ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Ժուտովսկին է գնդակը դուրս բերում, Պապյան, թողնում է Արզականյանին, Արզականյանը թողնում է Մուրադյանին, անհաջող էր այս փոխանցումը Արզականյանի կատարմամբ, բայց գնդակը մնում է Լեհաստանի ֆուտբոլիստների մոտ, Գազազյան, Արզականյան, ուժեղ փոխանցում Պապյանի ուղղությամբ, Պապյան, անկյունային է վաստակում Պապյանը, Լեհաստանի վերջին գրողներից մեկը, այժմ կհետևենք, Պապյանը կիրացնի, փոխանցում Տուգանային հրապարակ, դստար առաջինը հասնում է Առաքելյանը, և եզրային նետում են վաստակում Լեհերը, արագ նետված է գնդակը, Նալբանդյան, տիպում են նահանջել Նալբանդյանին Բելգիայի պաշտպանները, փոխանցում, Արզականյան փոխանցում հարված և գրիպում է այստեղ Մուրադյանը, ինչպիսի շանս են կորցնում Լեհերը, կարող էին վերջին րոպեին հավասարեցնել հաշիվը, բայց մի փոքր բարձր ստացվեց հարվածը և այժմ ազատ հարված կլինի Բելգիայի պաշտպանած դարպասից, վերջված այս ազատ հարվածը, Պողոսյան դուրս է բերում գնդակը դաշտի սահմաններից, ևս մեկ գրոհի հնարավորություն կունենան Լեհերը, հարկված է գնդակը Նալբանդյան, Պապյան, և այստեղ գերազանց է գործում դրա Աբեդին, գնդակը մնում է Լեհաստանի հավաքականի մոտ, Նալբանդյան, շարժվում է առաջ Նալբանդյանը, չկար կանոնների խախտում և հակագրոհի են նետվում, բելգիացիները հեռվից հարված և գնդակը չի հայտնվում Գազազյանի պաշտպանած դարպասին և վերջ ավարտված է հանդիպումը հարգելի ֆուտբոլասերներ, Բելգիայի հավաքականը հաղթանակ է տանում Լեհաստանի հավաքականի նկատմամբ և անցնում է հաջորդ փուլ, շնորհավորում ենք բելգիացիներին, իհարկե գերազանց խաղ ցույց տվեցին նաև Լեհերը,
Բայց ֆուտբոլն այսպեսին է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հարգելի ֆուտբոլասերներ այս խաղը մեզ հետ դիտելու համար։ Ձեզ հետ էր մեկնաբան Հերիկ Զալյանը, կհանդիպենք Մեգալիգայի եթերում հաջորդ հանդիպումների ժամանակ։